Մեր օրերում սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածումը ամենատարածված հանցագործություններից մեկն է դարձել։ Այս հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, TikTok-ը կամ Telegram-ը, հաճախ են հանդիպում օգտատերերի, որոնք վիրավորում կամ սպառնում են մարդկանց։ Սոցիալական ցանցերում այսպես կոչված հանցագործները հաճախ հանդես են գալիս առանց լուսանկարների, առանց իրական տվյալների, ինչի արդյունքում շատերը դառնում են առցանց բուլինգի զոհ։ Բայց հարց է առաջանում, որտեղ է սահմանը խոսքի ազատության եւ ատելության խոսքի միջև։ Մարդու տեսակից, հոգեկան կայունությունից, ստրեսակայունությունից, իրավագիտակցության մակարդակից, զարգացողության աստիճանից, կրթվածությունից, այդ բոլորի վրա մենը հոգի կարաթողի։ Ամենախոցելին իհարկե դեռահասներն են։ Նրանք դեռ ձևավորվող անհատներ են եւ ցանկացած բացասական արձագանք հատկապես հրապարակային կարող է խաթարել նրանց հոգեբանական կայունությունը։ Սոցիալական հարթակներում իր հասցեին վիրավորական մեկնաբանությունների հանդիպող դեռահասի արձագանքը կարող է լինել մեկուսացումը, ինքնավնասումը կամ նույնիսկ սուր հոգեկան ճգնաժամը։ Այստեղ կարևոր է հասկանալ ատելության խոսքի ձևակերպումը, որովհետև ատելության խոսք գոնե այն ընկալմամբ, որը ես եմ հասկանում, դա այն դեպքն է, երբ որևէ կոնկրետ խմբի կամ անձի դեմ տարածվող բովանդակությունը արդարացնում է, ասենք, ատելությունը, անհանդուրժողականությունը եւ մղում է գործողությունների։ Իրավական տեսանկյունից հիմնական խնդիրը բարդության մեջ է։ Սոցիալական հարթակներում օգտատերերի մեծ մասը հանդես է գալիս անանուն կամ կեղծ պրոֆիլներով, իսկ գործնականում նման դեպքերում շատ դժվար է պարզել իրական մեղավորներին եւ ապահովել պատշաճ պատասխանատվություն։ Իրավական, հոգեբանական, մեդիագրագիտության գործիքները պետք է գործեն միասին, ստեղծելու վիրտուալ միջավայր, որը ոչ թե վախեցնում է, այլև տալիս է ինքնաարտահայտման հնարավորություն։ Հայաստանի Սահմանադրության 42 հոդվածով գրած որ կարծիքի ու արտահայտման ազատություն, բայց նաև այդտեղ կա ձևակերպում, որ դա բացարձակ չէ եւ չի կարող ուրիշների իրավունքները խախտել, այդտեղ կա որոշակի գործիքակազմ, այսինքն դիմել դատարան։ Սոցիալական ցանցերն այսօր մեր կյանքի անբաժան մասն են։ Դրանք հնարավորություն են տալիս շփվելու, արտահայտվելու, սովորելու եւ ոգեշնչվելու, բայց այդ նույն հարթակներում երբեմն թաքնվում է մի լրակյաց սպառնալիք՝ ատելության խոսք անվան ներքո։ Ուստի ցանկացած պարագայում պետք է հիշել խոսքի ուժը։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։